Ձեր բնակարանն ուզում եք փոխանցել ձեր թոռնիկին եւ չեք կողմնորոշվում նվիրատվություն անել, թե կտակ գրել։ Ողջույն, ես փաստաբան Տիգրան Գրիգորյանն եմ։ Պարզաբան եմ նվիրատվության եւ կտակի առանձնահատկությունները։ Իսկ դուք արդեն ինքներդ որոշեք, թե որ տարբերակն է առավել նպատակահարմար։ Եվ այսպես, կտակը անձի վերջին կամքն է, որն ուժի մեջ է մտնում նրա մահվանից հետո։ Կտակի դեպքում մինչև կտակարարի մահը անշարժ գույքը շարունակում է պատկանել կտակարարին։ Այսինքն կտակարարն իրավունք ունի ցանկացած պահի փոխել կտակը կամ չեղյալ համարել այն։ Նաև կարող է որևէ պայման նախատեսել իր կտակում։ Օրինակ, որոշել եք, որ ձեր բնակարանը կտակելու եք ձեր թոռնիկին, պայմանով, որ նա տիեզերագնաց կդառնա։ Եթե նման պայման նախատեսեք կտակում, իսկ թոռնիկն օրինակ բժիշկ դառնա, ապա ձեր բնակարանից կարող է զրկվել։ Նվիրատվության դեպքում ամեն ինչ այլ է։ Սա անշարժ գույքի փոխանցումն է հենց այս պահին, նվիրառուի կենդանի ժամանակ։ Նվիրատվությունն ուժի մեջ է մտնում անմիջապես գրանցման պահից, այսինքն, որ պահին նվիրեցիք ձեր տունը, գրանցեցիք գործարքը, այդ պահից սկսած այլևս որևէ իրավունք տվյալ գույքի նկատմամբ չեք ունենում։ Սակայն օրենքը հատուկ դեպքերում սահմանում է որոշ բացառություններ, երբ նվիրատվության պայմանագիրը կարող է չեղյալ համարվել։ Սակայն դրանք ծայրահեղ դեպքերի համար են։ Թե կտակ կազմելու եւ թե նվիրատվության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է մոտենալ նոտարական գրասենյակ։ Կտակի դեպքում բավարար է միայն կտակարարի ներկայությունն անձնագրով, իսկ նվիրատվության դեպքում բացի նվիրատուից անհրաժեշտ է նաեւ նվիրառուի ներկայությունը անձնագրերով։ Անհրաժեշտ այլ փաստաթղթերի ցանկը նոտարը ձեզ կներկայացնի։ Գործի դիր օրենքը՝ դու ունես իրավունք։